Բարի լույս ձեզ, ես հիմա ինչն եմ ուզում ձեզ ցույց տամ, մենք ծառատունք կազմակերպել վերջացրել ենք, հետագա փուլը ինչ ենք կատարելու, ուրեմն հիմա էկրանը թեքեմ ծառերի վրա և ներկայացնեմ։ Այս ծառերը տնկել ենք մենք հատուկ պայմաններում, ես իմ բոլոր նյութերի մեջ նկարագրում եմ, ցույց եմ տալի, բացատրում եմ, հիմա այս հողին էլ որ նայենք, երևում է իրա գույնով, իր բանով տարբերվում է, հատուկ պայմաններով տնկված այս բիոտաները, տույաչի բիոտա է, որը պատնեշ է դառնալու, հիմա ներկա պրոցեսով ինչ ենք անում, տնկել ենք լավ պայմաններով հողի մեջ, տվել ենք առաջինը կառնևին, ամեն մի ծառին բանով, ոնց որ մի իր համապատասխան դույլով, և հիմա մի քանի օր հետո, մոտ 4 օր 3 օր անցել է, իհարկե կանենք մի քանի ժամ հետո էլ անենք, բայց ինչքան, սենց ասեմ, միջինը ոնց որ մի 3 օր, 4-5 օր, մի շաբաթ այդ վիճակում որ տաս ավելի լավ, ինչ ենք տալի, հիմա տալի ենք այն խթանիչը, որ ծառի իմունային համակարգը հզորացնելու է, ինքը պարտանյութ չի, ինքը խթանիչ է, որով բույսը հզորանում է, այսինքն որպեսի այս ստրեսային վիճակից, որտեղ ինքը տեղափոխվել է, թե կլիման է փոխել, թե հաստատված վայրն է փոխվել, որտեղ հողին ամրացած է եղել, բացի այդ ձմեռը առաջնային, խիեմ հատուկ շեշտում, որ սա պարտանյութ չի, որպեսի ճիշտ տեղեկացված լինեք, ուրեմն սա հենց այդ խթանիչն է, որը ցերկոն է կոչվում, որի ամեն մի դույլին 10 լիտրի չափաբաժնով տալու ենք մի գրամ, այսինքն ինչ ենք մենք անում, ամեն մի ծառին հիմա վերցրել ենք սպրիչով, 20 գրամանոց սպրիչ ունեմ, նույնիսկ ձևն եմ բացատրում Ժորժ ջան, որ ես իմ նյութերը որ նայեք, ինչ գիտեմ, սրտանց փոխանցում եմ, որ մեր այգիները, մեր երկիրը, մեր հայրենիքը, այս բուսականությունը, մենք էլ սկսենք ճիշտ գործողություններ անել, ճիշտ ծառատունք անել, իմ մասնագիտականը ինչ գիտեմ փոխանցում եմ, ստեղ հիմա բացի միջև ներկայացնել եմ, մի թեթև ասեմ, տեսեք, հարգում եմ այն մարդկանց, որոնք ոչ թե միայն իրանց մասին են մտածում, այլ նաև հատուկ ինչ իրենից կախված է, անում են կողքինի, դիմացինի, մայթի, տարածքի, գյուղի, շրջապատի համար էլ, օրինակ այս տարածքը դիմացի հատվածը դպրոցն է, սա սահմանազատող տարածք է, պատնեշի պես, թե դպրոցի կողմից ինքը, նայեք անցնեմ, տեսեք, թե դպրոցի կողմից ինքը սիրուն կնայվի, պատկերացրեք, սենց ընդհանուր պատ լինի հետագայում, նայեք, ինչքան ինչ ձև ասեմ, գնահատելի գործողություն է անում այս մարդը, ով որ ոչ թե միայն իր այգին է շքեղացնում, այլ նաև տարածքը, թե այս դեկորատիվ ծառերը, որ նորանք տնկված, թե այս բարդիները, այսինքն ինչքան շատ մենք բուսականություն ունենանք, այնքան մեր օդը մաքուր կլինի, այնքան մեր տարածքը մաքուր կլինի, իհարկե, եթե մասնագիտական խնամքով ճիշտ ճշգրիտ ենք անում, եթե ծառերը տնկես, ոչ ճիշտ ջրես, ոչ ճիշտ բուժում անես, համապատասխան ծառատեսակ չլինի, ավելի շատ կեղտի, զիբիլի, հիվանդությունների, վնասատուների օջախ է ստեղծվելու։ Անցնեմ հիմնական նպատակին, նայեք, մի քիչ երկար եղավ կներեք Ժորժ ջան, բայց բացատրում եմ իօգուտ ձեզ, նայեք, ամեն մի գրամը, այսինքն սենց պահեմ, տեսեք, ամեն մի գիծը մի գրամ է, հիմա մեր դույլի տարողությունը 20 լիտրանոց է, մի րոպե, չգիտեմ նկարներևում է թե չէ, հեսա ստեղ, իրա այստեղից 20 լիտր է արդեն, թիվը մի քիչ էլ մոտեցնեմ, այսինքն քանի որ ինքը 20 լիտր է, ես կարող եմ 2 գիծ, ոնց որ բանից լցնել, այս խթանիչից լցնել, որը հետագայում ջրով, փորձում եմ այնպես անեմ, համ չթափեմ, համ ներկայացնեմ, հələ տուր, ջրով բացում ենք, նորից այսենց կարծես սապնա, եսիմիջ փրփուրա ջուր դառնա, և այս ամեն դույլը 10-10 լիտրով լցնելու ենք 2 ծառին, հետևողական ենք լինելու, որպեսի ջուրը, նայք, ունենց ենք անում, որ ինքը լավ լուծույթ դառնա, տեսեք,
Ու նորից եմ ասում, ամեն թունաքիմիկատից կարաք մտնեք, կարդաք, կամ ինտերնետից կարդաք, հասկանաք ցիրկոնի դերը։ Դե տերևային եթե վեգետացիայի սեզոն լիներ, ծառերը արթուն լիներ, տերևային էլ էպին կտան, քանի որ դեմներս ձմեռ է, արդեն ձմեռ է, եւ ծառերը հանգստի շրջան են մտնում եւ իրանց սաղարթի գործունեությունը ոնց որ դանդաղում է, ցիրկուլյացիան, սենց ասեմ, դրա համար էպինը տեղին չենք համարում, որտեղ նա տերևային պետք է տանք։ Ցիրկոնով մենք իրան կօգնենք, որպեսզի ծառը ավելի ճշգրիտ, այսինքն ոնց ասեմ, ուժ տանք իրան, որ կպչողականությունը ավելի բարձրանա, ավելի ուժեղ լինի եւ ամեն ինչ նորմալ ընթանա։ Այսքանը հիմա այս նյութից հիմնական նպատակն էր, որ ինչքան կարևոր է, որ գործողությունները գրագետ անենք, ճիշտ անենք, օգտագործենք, ինչ մեզնից կախված է։ Հիմա այսի այն ենք հերթով, սենց ծառերին բոլորը շարքով տալու ենք։ Այսքանը։ Տեսեք կեսը մեկին, ու այնպես ենք անում, որ ներծծվի կես տեսրան։ Ծառերի բներին գնա։ Նույնիսկ եթե կողքերով ինքը գնում էլա, էլի որ կողքի հողը քանդած լավ հողախառնուրդ է լցրած, մենք ինչ ենք անում, նա ենթադրենք ավելացավ, չէ, երրորդ ծառին թեկուզ լցրեց, այն մյուս վեդրոն որ բացենք, մի փոքր սրանցել ենք տալու։ Այսքանը ժողովուրդ ջան։